Գիտությունը նորարարության մի մաս է։ Ուզենք թե չուզենք դիզարգացնենք նաև գիտություն։ Մենք երբեք չենք մտածի, որ 8 տարի առաջ PMI Science-ը հետազոտական կենտրոն, որ բացեց Հայաստան, ամենամեծ խումբը կլինի ամբողջ կորպորացիայում։ Գալիս են նոր գիտական ուղղություններ, որոնք բնականաբար բնական գիտությունների, ճարտարագիտության եւ այլնի վրա են հիմնված, որտեղ Հայաստանը կարող է լինել նաև առաջատարներից մեկը։ Եթե դու կազմակերպություն ես, որ ուզում է դոմինանտ մնա իր ինդուստրիայում 5 տարի, 10 տարի, 20 տարի հետո, հետազոտական աշխատանքները այլընտրանք չունեն։ Պետք է ամբողջը ազատել, թե հարկերից, թե турքերից, ստեղծել պայմաններ, որպեսզի այդ ֆինանսական հոսքերը գնան դեպի գիտություն։ Ինչն է առանձնացնելու իրանց աշխարհի մնացած գիշատիչներից։ Այդ drive-ը, որ իրանք պետքա գնան ու գիտական նորույթներ բերեն իրանց կազմակերպություն։ Մի բան է, որ դու ասես իմ մոտ լավ գիտություն կա, մի բան է, որ ասենք որոշակի վարկանիշով կազմակերպությունն ասի։ Գիտահեն խնդիրները կոմպլեքս, այդ մոտեցումն են պահանջում, եւ մենք փորձում ենք մեր մասով ջրենք, մեր մասով պարարտ հողը պահենք։ Այս պահի դրությամբ ոնց է մեր մոտ կապը բուհի, գիտական ինստիտուտների ու տնտեսության միջև։ Տեղական արդյունքները այսօրվա դրությամբ չեն ներդրում հենց Հայաստանի տնտեսության մեջ։ Չես կարող գիտնականին բանտարկել, ասել ես քեզ ֆինանսավորել եմ, մենակ այս ուղղությամբ պիտի անես։ Պարոն Ենգիբարյան, ինչպես դուք կգնահատեք Հայաստանում այսօրվա դրությամբ գիտական ուղղությունների ընդհանուր զարգացության մակարդակը, որ ուղղություններն են ավելի լավ զարգանում այսօր։ Լավ է զարգացած, թե վատ է զարգացած, ինձ թվում է համեմատության մեջ պետք է նայել։ Շատ երկրների համեմատ մենք շատ հետ ենք, այսինքն նույնիսկ մոտ ապագայում շատ դժվար կլինի հասնել, որովհետև շատ զարգացած երկրներ հատկապես հիմա գիտության մեջ շատ մեծ ներդրումներ են կատարում եւ երկրի չափսը եւ ֆինանսավորման չափսը եւ խնդիրների մակարդակը բերում է զարգացածության մի այլ մակարդակի, որտեղ Հայաստանը շատ հեռու է։ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա եւ այլն։ Բայց շատ երկրներից Հայաստանը կարող եմ ասել ուղղակի շատ առաջ է, որովհետև այսինքն Հայաստանը առաջինը պետք է նշել, որ ունի շատ մեծ գիտական դպրոց։ Ի տարբերություն շատ երկրների մենք ունենք շատ մեծ համեմատական առավելություն, որ շատ երկրների դա ուղղակի տրված չէ, Հայաստանում խորհրդային միության գոյության պատճառով ստեղծվել է մի աննկարագրելի դպրոց, որը մինչև հիմա շարունակում է զարգանալ։ Շատ կարևոր է նաև ասել, որ Հայաստանում քանի որ տեխնոլոգիական ոլորտն է զարգանում, արդեն մոտավորապես 20 տարի տեղեկատվական տեխնոլոգիաներ, հիմա արդեն բարձր տեխնոլոգիաներ, դա ուղղակի նաև ազդեցություն ունի գիտության զարգացման վրա, որովհետև վերազգային կազմակերպությունները, որոնք գալիս են երկիր, իրենց հետ բերում են մշակույթ, գիտական խնդիրներ, որը ուզես թե չուզես առնչվում ես գիտության զարգացման հետ, կրթություն, գիտություն, նաև դրանց կիրառությունը կոնկրետ ասենք վերազգային կազմակերպությունների կամ նրանց կողմից ստեղծված փոքր կազմակերպությունների կողմից։ Եվ ասեմ բավական հետաքրքիր զարգացումներ եմ նկատել վերջերս նաև գիտության կոմիտեի պետության, այսինքն մասնակցությամբ, հատկապես օրինակ վերջերս քիմիայի ֆակուլտետում եղա, տեսա այսինքն սարքեր են մեծ քանակությամբ ներդրումները, որոնք արվում են, այսինքն զուտ ստեղծելու այն բազան, մթնոլորտը կամ այն դրամաշնորհները գիտության զարգացման համար։ Այնինչ ունենք, ես կասեմ, որ բավարար հիմք է, որ ասելու Հայաստանում կա զարգացած գիտություն, արդյոք մենք բավարարված ենք ոչ, պետք է զարգացնենք այո, որովհետև Հայաստանի համար շատ մեծ առավելություն է, եւ մի բան կցանկանամ նշել, գիտությունը նորարարության մի մաս է։ Եթե զարգացնում ենք նորարար երկիր, Հայաստանի տնտեսությունը ուզում ենք հիմնված նորարարության վրա, ապա ուզենք թե չուզենք դի զարգացնենք նաեւ գիտություն։ Պարոն Մարտոյան, ձեր փորձը ինչ ասում, որ ուղղություններն են այսօր լավ զարգանում մեր մոտ, իսկ որոնք այնքան էլ չէ։ Հստակ զարգացած ուղղություններ ունենք, այսինքն մենք շատ արդեն բավականին տարիներ ՏՏ ոլորտի զարգացածության արդյունքում ունենք արդեն նաև գիտական ներդրումներ, որոշակի հենց տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության տվյալագիտության ոլորտում, այսինքն այդ ոլորտները բավականին զարգացած են ու PMI Science-ը այդ ոլորտների հետ կապված շատ ուժեղ արդյունք է ստեղի R&D-ին տալիս ընդհանուր PMI Science-ին հենց այդ ուղղությամբ։ Այլ ուղղություններ եւս զարգացած են ու այլ ուղղությունները իրականում
Մեկը դիտարկել ուղղությունը որպես իզոլացված, այսինքն ինչքանով են խորը գիտության մեջ, ինչքան են համաշխարհային ներդրում ունենում։ Երկրորդ տեսակետը, որ կուզենամ ավելացնել պարոն Ենգիբարյանի կարծիքին, դա նա է, որ հատկապես հիմիկվա դարում շատ կարևոր է ձևավորել այնպիսի նախագծեր եւ այնպիսի հետազոտական աշխատանքներ, որտեղ որ ոչ միայն մի ուղղություն է մասնակցում, այլ բազմաթիվ ուղղություններ են հիմա միանում իրար։ Օրինակ կարող ենք վերել։ Օրինակ քիմիան եւ ինֆորմատիկան կամ արհեստական բանականությունը, քիմոինֆորմատիկա կոչվող ուղղություն կա, բիոինֆորմատիկա կոչվող ուղղություններ կան, նոր ձևավորվող մասնագիտություններ կան։ Եվ հետազոտական աշխատանքներ կան, որտեղ որ պետք է եւ կենսաբանը, եւ քիմիկոսը, եւ ֆիզիկոսը, եւ ինժեները միասին աշխատեն, որովհետև ժամանակակից կոմպլեքս հետազոտությունները պահանջում են բազմաթիվ դիսցիպլինաների միահամուռ աշխատանք։ Եվ հենց այդ տեսակետից պետք է ասեմ, որ Հայաստանի էկոհամակարգը առավել զարգացած է։ Այսինքն մեր առավելություններից մեկը նաև որ EIF-ի աջակցությամբ տարիներ շարունակ մենք էլ ենք փորձում պահել այդ կապը տարբեր գիտահետազոտական ինստիտուտների, համալսարանների եւ գիտնականների միջև, այնա որ մենք տեսնում ենք, որ Հայաստանը բացի առանձին նեղ ոլորտային ուղղություններում գիտական, հետազոտական աշխատանքներ կատարելուց շատ մեծ պոտենցիալ ունի կատարել կրոս ֆունկցիոնալ, կրոս դիսցիպլինար աշխատանքներ ու այդտեղ արդեն մեր ինչքան միահամուռ աշխատենք, այնքան մեր տված արժեքը թե Հայաստանին, թե առանձին ինչ որ պրոյեկտներին էքսպոնենցիալ ավելի բարձր կարող է լինի, քան թե առանձին նեղ ոլորտային ուղղություններում։ Հայաստանը ունի այդ պոտենցիալը, բայց ինչքանով է այդ պոտենցիալը իրացվում։ Պոտենցիալը իրացնելու համար պետք են քաջ խիզախ պրոյեկտներ, որոնց համար արդեն պետքա մեր ոլորտը իրար հետ լավ ինտեգրված աշխատի, տարբեր ոլորտները միասին նկատի ունեմ, եւ այստեղ նաեւ մեծ դեր էր կատարում նաեւ միջազգային, վերազգային կազմակերպությունները, ովքեր որ դժվար կոմպլեքս խնդիրներ կարող են բերել, որպեսզի Հայաստանում դրանք լուծում ստանան։ Եվ մենք այդ ճանապարհով ենք գնում, որպես վերազգային ընկերություն մենք տեսնում ենք այն խնդիրների շրջանակը, որոնց համար պետք է այդ կոորդինացիան։ EIF-ի միջոցով գտնում ենք եւ համագործակցում ենք բոլոր մասնագետների հետ, ձևավորելու այնպիսի խմբեր, որոնցում այդ խնդիրները կարող են լավագույն լուծումը տեսնել։ Պոտենցիալ ավելի մեծ է, ճիշտ է պետք է ասեմ, որ հիմա մենք օգտագործում ենք, եւ լավ է եւ վատ, հա, բայց այսինքն այն արդյունքները, որ միջև այսօր մենք ցույց ենք տվել, ինձ թվում է անհերքելի են, որ այս ուղղությամբ գնալը մեծ արդյունքներ կարող է բերել ապագայում։ Եթե Գուրգենի միտքը շատ զարգացնում է տակիր, օրինակ հարց բարձրացրեցիր Գուրգեն, որողություններն են կարևոր, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա բավական Հայաստան ուժեղ է, բայց այս կարելի ասել մերձեցումը կամ այսինքն համախմբումը բերում է գիտության նոր ուղղությունների, որոնք ոչ միայն Հայաստանի համար, այլ աշխարհի համար են նոր։ Գուրգենը նշեց արհեստական բանականություն, կենսաբանությունում, քիմիայում, տիեզերք, մաթեմատիկա եւ սարքաշինություն, ռոբոտաշինություն, այսինքն նոր ուղղություններ։ Օրինակ երբեք չենք մտածի, որ 8 տարի առաջ PMI Science հետազոտական կենտրոն որ բացեց Հայաստան, որ ամենամեծ խումբը կլինի արհեստական բանականության խումբը եւ ոչ թե ամենամեծ խումբը կլինի Հայաստանում, այլ ամենամեծ խումբը կլինի ամբողջ կորպորացիայում։ Այսինքն օրինակ հնարավորությունների տեսակետից, ոնց որ ասած, այդ փորձերը պետք է արվեն եւ Հայաստանի նման երկիրը նման վերազգային կազմակերպության համար կարող է լինել մեծ խաղացող, որ չի նշանակում, որ Հայաստանն է միայն օգնում, դա նշանակում է այդ կազմակերպությունն էլ օգնում է, որ այդ ամբողջը ձևավորվի Հայաստանը, որից կարողանա ինքը նաեւ պտուղներ քաղել։ Դրա համար գիտության այս նոր ուղղությունները, քվանտային տեխնոլոգիաներ, պատկերացնում եք ինչքան գիտության ուղղության իրար հետ պետք է լինեն, որ նոր ասինքն չիպերի արտադրություն, ինչքան գիտության ուղղություններ իրար հետ լինեն։ Կենսական լուրջ խնդիր է կիբերանվտանգությունը։ Այսօր կիբերանվտանգությունը առանց սարքերի, առանց մաթեմատիկայի, առանց ֆիզիկայի, այսինքն ամբողջ աշխատանքի, առանց արհեստական բանականության չլինի, դրա համար կուզենայի այսինքն միտքը զարգացնելով ասել, որ գալիս են նոր գիտական ուղղություններ,
որոնք բնականաբար բնական գիտությունների, ճարտարագիտության եւ այլնի վրա են հիմնված, որտեղ Հայաստանը կարող է լինել նաեւ առաջատարներից մեկը։ Իսկ ինչ խոչընդոտներ մեզ մոտ կան այս բոլոր ուղղությունների զարգացման համար, մասնավորապես ռեգուլատոր ոլորտի հետ կապված ինչպիսին է իրավիճակը ու ինչքանով են ներդրումները հասանելի։ Իսկ ամենամեծ խոչընդոտը, որ մենք իզոլացված ենք։ Գիտությամբ զարգանալով պիտի լինես էկոհամակարգի մաս։ Այսինքն նույն մեծ երկրները, այսինքն օգտվում են, որովհետև մասշտաբ կա, խնդիրները տարբեր են, բազմազան են։ Հայաստանը անկախությունից հետո փորձում է մտնել այդ ամբողջ աշխարհի այդ ակումբների մեջ։ Դե գիտության հետ գործ ունենալ նշանակում է նա ծրագրավորման նման ազատ ծրագրային լուծումներ չեն, որոնք այսինքն ամենտեղ հասանելի են, կարելի է գնալ սովորել եւ այլն եւ այլն։ Դու պետք է ունենաս դպրոց, պետք է ունենաս դպրոցների համագործակցություն։ Չի դրվում խնդիր, ասում են եկեք լուծենք, պետք է նաև խնդրի շուրջ են մտածում, ինչ խնդիրներ կարող են լինել, այսինքն գիտության ամենամեծ գեղեցկությունը դա ստեղծագործական մասն է, այսինքն նաև գիտությունը ձևավորվում է շատ ուղղություններ, որոնք այսինքն շատ ժամանակ այդ խնդիրները նույնիսկ դրված չեն եղել։ Եվ Հայաստանի առաջինը կասեի, որ Հայաստանը պետք է փորձի է փորձում է լինել այդ մեծ էկոհամակարգերի, այսինքն մաս դա երկրներ են, դրանք ինստիտուտներ են, նայած թե ինչ համախմբության մասն է խոսքը։ Երկրորդը ինձ թվում է պետք է ամբողջը ազատել թե հարկերից, թե турքերից, թե հնարավոր համագործակցության, որովհետև այսօրվա այն հավելյալ արժեքը, որ ստեղծվում է, այսինքն գիտության կողմից, այսինքն այն մեծ գումարները, որ երկիր են գալիս եւ կարող են երկրներ գալ, այսինքն փոքր կանոնակարգերով այդ հնարավորություններով, այսինքն ես կարծում եմ այսօրվա դրությամբ շատ շահ չենք ունենա, այսինքն ամեն ինչ ազատել, հնարավորություն տալ մարդկանց, ոգևորել մարդկանց գնալ այդ ուղղությամբ, ասենք նույն հենց PMI Science-ի նման ֆինանսավորել, այսինքն որպեսզի ոգևորել մարդկանց։ Ոչ թե ֆինանսավորել, որ այս գործը անի, ֆինանսավորել, որ դրանով զբաղվես։ Եկի ֆինանսավորել, որ զբաղվես գիտությամբ, դառնաս ասպիրանտ, տպես հոդված եւ այլն եւ այլն։ Ես կասեի, եւ երրորդ կարևոր հարցը բնականաբար ուղղորդել ֆինանսական միջոցները դեպի գիտության զարգացում, որը երրորդ ամենակարևոր հնարավորությունն է Հայաստանում ստեղծել պայմաններ, որպեսզի այդ ֆինանսական հոսքերը գնան դեպի գիտություն, ոչ միայն ուղղորդել, այլ ստեղծել պայմաններ, որ ոչ միայն պետությունը, այլ մասնավոր հատվածը կարողանա ուղղորդել եւ տեսնի շահը գիտության զարգացման մեջ։ Ոչ միայն պետական գումարների մասին է խոսքը գնում, այլ նաև մասնավոր։ Իրականում պետությունը չի կարող մրցակցել մասնավոր գումարների հետ, հատկապես Հայաստանի նման փոքր պետությունը, այսինքն այստեղ մենք պետք է միջավայր ստեղծենք, որ մեծ ֆինանսավորում գա։ Երկրորդ ֆինանսավորումը պետություններից բացի հենց վերազգային կազմակերպությունների ձեռքերում են։ Վերազգային կազմակերպությունները ոչ թե որ շատ գումար ունենք, այլ իրենք են կարևորում գիտության զարգացումը։ PMI Science օրինակ, շատ վառ օրինակ է, Գուրգենն էլ այստեղ է, ինքն կարևորում է, որ երկարաժամկետ կազմակերպությունը չի կարող մրցունակ լինել, որ ոլորտում ուզում ես եղի։ Եթե չզարգացնեմ գիտություն, ոչ թե խնդիր է լուծում վաղվա, այլ ուզում է տեսնել երկարաժամկետ, դուք անվանում եք հորիզոն 3, չէ՞։ Հորիզոն 3-ում, այսինքն ինչ է լինելու։ Դա համար առանց գիտության հնարավոր չէ։ Պարոն Մարտոյան, դուք ոնց դա կնկարագրեիք, ինչու են նման կազմակերպությունները եւ ընկերությունները իրոք գնահատում գիտության զարգացումը։ Այլընտրանք չունեն։ Այսինքն ինքը լավը լինելուց չի, ինքը այլընտրանք չունի, եթե դու կազմակերպություն ես, որ ուզում է դոմինանտ մնա իր ինդուստրիայում 5 տարի, 10 տարի, 20 տարի հետո, հետազոտական աշխատանքները այլընտրանք չունեն, այսինքն պետք է հասկանալ, ու հետազոտությունը կարող է լինի սոցիոլոգիական հետազոտություն, օրինակ, ինչպիսի ապրանքներ կամ ինչպիսի ծառայություններ մարդիկ կուզենան 20 տարի հետո։ Հետազոտական ուղղությունը, մեծ կորպորացիաները այդպիսի հետազոտություններ անում են։ Ինչպիսի տրենդեր կա ֆիզիկայի, թերմոդինամիկայի ճյուղի զարգացման մեջ, ինչ նոր տեխնոլոգիաներ կան, ինչ նոր հոդվածներ են սկսում տպվել, այս հոդվածները արդեն ինչ որ կետեր արդեն կուտակվում է, որ արդեն կարելի է մտածել այս գիտական ճյուղի ինդուստրիալիզացիայի մասին։ Այդ որ կազմակերպություններն են, այդ որ ստարտափներն են աշխարհում, որ արդեն հետաքրքրված են այս գիտական ոլորտում նոր product ներմուծել շուկա, ստեղծելով նոր կազմակերպություն։ Այդ մեծ կորպորացիաները
Իմանալով, որ իրանք ուզում են 5-10 տարի հետո դոմինանտ մնան շուկայում, իրանք պետք է այդ ստարտափներին նկատեն, իրանք պետք է այդ գիտական խմբերին իմանան, իրանք պետք է այդ ամեն ինչը ծանոթանան ու իրանք պետք է ֆինանսավորեն, որովհետեւ այդ հետազոտությունները գնան այն ուղղությամբ, որը որ կիրառական է այդ կազմակերպության մեջ։ Այս մոտեցումը ինքը բավականին պրագմատիկ մոտեցում է, այսինքն այստեղ ռոմանտիկ մտածելակերպ, որ մենք գիտությունը հանուն գիտության, ինքը կորպորատիվ աշխարհում ինքը շատ պրագմատիկ է։ Մենք պետք է կարողանանք լավագույն հետազոտությունները ուղղել դեպի մեր հետաքրքրությունների ոլորտ։ Հակառակ դեպքում 10-20 տարի հետո կմնանք անմրցունակ, եթե մեր մրցակիցները կարողանան դա անել մեզնից առաջ։ Ու այս mindset-ը մի mindset է, որը որ ես շատ կուզեմ, որ հայաստանյան լոկալ կազմակերպությունները, գիտական խմբերը այս mindset-ը կարողանան վերցնել նաև վերազգային կազմակերպություններից, որովհետև էսա, որ մենք խոսում ենք շատ կազմակերպություններ, ստարտափներ, Հայաստանում էկոհամակարգի զարգացում, Հայաստանում գիտական ինչ-որ տարբեր խմբերի ձևավորում, գիտահեն ստարտափների ստեղծումից, ինչն է առանձնացնելու իրանց աշխարհի մնացած գիշատիչներից։ Այդ drive-ը, որ իրանք պետքա գնան ու գիտական նորույթներ բերեն իրանց կազմակերպություն, ու այդ drive-ը եթե մասնավոր հատվածից Հայաստանում լինի, այլ արհեստական չենք խոսի, ինչպես գիտությունը մերձեցնենք ինդուստրիայի հետ, ոնց խոսացնենք, ոնց անենք գիտությունը, այսինքն մենք հիմա հասկանում ենք, որ իրանք անջատ են Հայաստանում, մենք ավելորդ էներգիա ենք բերում դնում, որ այդ մերձեցումը լինի, բայց իրականության մեջ այդ մերձեցման վրա ավելորդ էներգիա պետք չի դնել։ Այս կազմակերպությունները drive ունենալով իրանք իրանց շահից դրդված պիտի գնան ու այդ գիտության պատվերները իջացնեն, որտեվ այլ ուրիշ հնարավորություն իրանք չպետք է ունենան, եթե իրանք ստրատեգիապես մտածեն։ Ու մեր որոշակի contribution-ն էլ այս հարցում է, որ մաքսիմալ կարողանանք մենք կոմունիկացնենք, մենք հաղորդակցենք մեր էկոհամակարգին եւ մեր համայնքներին, ասոցիացիաների միջոցով, որի անդամ ենք, ասենք, մեր կազմակերպությունում այսպես են անում։ Մեր կազմակերպությունում կան պրոյեկտներ, որոնք որ 10 տարի հետո են պլանավորվում, որ դուրս գան շուկա։ Մենք մեր հետազոտական աշխատանքները այսպես ենք կազմակերպում։ Մենք այս Horizon 3 աշխատանքները այսպես ենք կազմակերպում։ Մենք մեր էքստերնալ գիտական պարտներների հետ այսպես ենք աշխատում։ Իմացեք, որ sense ձևեր են մեծ կազմակերպությունները ադապտացնում, որովհետեւ կարողանան մրցունակ լինեն եւ դուք էլ ունեցեք։ Հարցը մի հատ էլ հետաքրքիր կողմ ունի ու հետաքրքիր պահ աշխարհում։ Առաջին անգամ գիտությունը մեծ կազմակերպություններից իջնում է փոքր կազմակերպություններ։ Այդ տերմինը լսել եք deep tech startup-եր։ Պարզվում է, որ արդեն առանց գիտության նույնիսկ ստարտափերի էկոհամակարգը չի կարող զարգանալ։ Այսօր հասարակ պարզ ինչ որ լուծումներով ներդրումներ չես ներգրավի ու աշխարհը չես գրավի, արդեն խնդիրները բարձրացել են։ Այսինքն մեծերը սկսում են բացվել, արդեն տեղեկատվությունը կամ այդ դրական իմաստով վարակը, քամին, փոթորիկը գնում է արդեն փոքրերին ու դետակիր հարցը դառնում է ոչ թե ինչի համար այդ ամեն ինչը պետք, իրանք ուր գնան։ Հիմա սկսվում է արդեն հետաքրիր ուր գնան, ոնց տեղավորվեն։ Հիմա արդեն երկրները սկսում են խնդրել, որպեսզի այդ մեծերը գան իրենց մոտ եւ այդ գիտական ստարտափերի էկոհամակարգերը ստեղծվեն իրենց մոտ։ Այսինքն այստեղ ոչ թե պետքա նայել, որ դու կազմակերպություն գալիս ես Հայաստան, ինչ ներդրում ես անելու, այլ կազմակերպություն քեզ խնդրում են գաս Հայաստան, իրար հետ զարգացնենք հայկական էկոհամակարգ, որը եւ կլինի լավ քո համար եւ կլինի լավ մյուսների համար։ Այստեղ բացառիկ օրինակը Գուրգենը հույսով եմ կնշի PMI Science-ը ինձ թվում է այն բացառիկ կազմակերպություններից է, որ ուղղակիորեն աջակցում է գիտական էկոհամակարգի ձևավորմանը կազմակերպությունից դուրս, այսինքն երկրում։ Շատ կարևոր է, որովհետև դա էլ մի մոդել է, որ այդ տարբեր մակարդակի իջնելուց, որ հասկանում ես փակվելով, անկախ որ երկրում ես, անկախ ինչքան մեծ ես, անկախ ինչքան հարուստ ես։ Դու չես կարողանում այդ երևակայությունը ձևավորել, չես կարողանում խնդիրների մասին երազել, որ կարողանաս հետո էլ լուծել։ PMI Science-ը Հայաստան է եկել 2018-ին, եթե չեմ սխալվում։ Այս 7 տարիների ընթացքում ինչ է այստեղ փոխվել։ Այստեղի թե գիտական էկոհամակարգում շատ բան է փոխվել այստեղ այդ ընթացքում։ Իրականում կարող եմ ասեմ ՏՀՏ համայնքը շատ է ուժեղացել, շատ ավելի մեծ անուններ են հայտնվել, մեծ կազմակերպություններ R&D-ներ են բացել Հայաստանում։
այս ընթացքում ինժեներական համայնքն է անչափ զարգացել ու շատ արդեն լոկալ ինժեներական կազմակերպություններ կան, որ շատ լուրջ պրոյեկտներ են անում թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Գիտական համայնքը բավականին շատ, պարոն Հենգիբայանը նշեց, պետական ներդրումների արդյունքում բավականին լուրջ լաբորատորիաներ արդեն ունի սեփական, այսինքն մենք գնում ենք համալսարան, հա, մենք տեսնում ենք իրաց լաբորատորիայում այնպիսի սարքավորումներ են դրած, որ այսինքն չենք երևակայում, որ մի օր մեր մոտ այդ հնարավորությունները կլինեն, հա, այսինքն մենք ճիշտ ասած Ֆիլիպ Մորիսում բավականին շատ լուրջ լաբորատորիաներ ունենք, բայց որոշ չափումների համար մենք էլ ենք գնում օգտվում, որովհետև շատ լուրջ արդեն բազա կա մեր ինստիտուտներում։ Ինքը, այսինքն այս հիմնակարերը, կարամ ասեմ, շատ ամուր են հիմա։ Հիմա ինչա պետք անել, դրանց վրա պետք է շարունակել կառուցել։ 18 թվականից են կողմ մենք մեր չափով փորձել ենք աջակցենք, մենք մեր չափով փորձել ենք Հայաստանում միավորել որոշ գիտական կազմակերպություններ, համալսարաններ, որպեսզի կարողանան ավելի բարդ պրոյեկտների վրա միասին աշխատեն։ Հետո հասկացել ենք, որ ավելի բարդ պրոյեկտների համար վրա աշխատելու համար պետք է սկսենք ավելի պարզ պրոյեկտներից։ Հետո հասկացել ենք, որ ավելի պարզ պրոյեկտների անելու համար պետք է սկսենք մագիստրոսական կրթության մեջ որոշակի ներդրումներ անելու։ Այս ճանապարհը մեզ ամբողջ ճանապարհը մեզ EIF-ն է աջակցել, որ կարողանանք այս մեր երանելի բարդ պրոյեկտների պատկերից կամաց նաև մտածել, օքեյ, վաղը եթե ավելի շատ նմանատիպ պրոյեկտներ ենք ուզում անենք, էլ ինչ նոր գիտական խմբեր կան, որոնց հիմա պետքա ֆինանսավորել, որպեսզի կայանան, որպեսզի կարողանան վաղը չեմյուս օրը մասնակցել մեր բարդ պրոյեկտներին։ Այդտեղ միասին ստեղծել ենք faculty research պրոգրամը, որտեղ որ ֆինանսավորում ենք այդ գիտական խմբերին։ Հետո նայել ենք, տեսել ենք անհատական մակարդակում ինչ նոր գիտնականներ, post-doc-եր կամ PhD-ներ կան, որ ինչ որ ուղղություններով ինչ որ research են ուզում անեն, որ աջակցության կարիք ունեն, որ հետո կարողանան խմբում աշխատել, որ հետո կարողանան բարդ պրոյեկտների։ Սկսել ենք PhD-ների ֆինանսավորման ծրագրերը, post-doc-երի ֆինանսավորման ծրագրերը։ Հետո գնացել ենք, տեսել ենք մագիստրատուրայում իրականում հարցեր կա լուծելու, այսինքն նույն տվյալագիտության ոլորտում, քիմիայի ոլորտում որոշակի բացեր կա, որ փորձել ենք դրանք էլ ինչ որ չափով փակել կամ մեր աջակցությունը ցույց տալ եւ այսօր ունենք արդեն 2 մագիստրոսական ծրագիր համալսարանում, տվյալագիտության, նյութագիտության ոլորտներում եւ արդեն համաֆինանսավորում ենք նաեւ ինժեներական քաղաք ակադեմիայի հետ ավիատիեզերական սարքաշինության մագիստրոսական ծրագիրը, որպեսզի կարողանանք այդ կադրերին նոր սերունդը ուղենք դեպի կոմպլեքս գիտահեն խնդիրների լուծման ուղղությամբ, որովհետև shortcut դեպի ավելի արագ արդյունքի հասնելու ուղղություններ կան, բայց գիտահեն հետազոտական ոլորտում կայանալու համար տարիներ շարունակ այդ բազան պետքա դու աճացնես, այսինքն ինքը պարոն Հենգիբայանն է նմանատիպ անալոգիաներ բերում, ես էլ փորձեմ, այսինքն եթե կան որոշակի կուլտուրաներ, որոնք որ մի տարում աճացնում ես ու արդեն բերք են տալիս, որոշակի, չգիտեմ, մրգատու ծառ աճացնելու համար տարիներ շարունակ պետքա խնամես, որ 9-րդ կամ 10-րդ տարում կարողանաս պտուղները խաղես։ Այսինքն ինքը գիտությունը ավելի գիտահեն խնդիրները կոմպլեքս, այդ մոտեցումն են պահանջում եւ մենք փորձում ենք մեր մասով ջրենք, մեր մասով պարարտ հողը պահենք ու նաեւ օրինակ ծառայենք այլ կազմակերպությունների, այլ վերազգային կազմակերպությունների։ Պետք է ասեմ, որ տարիների վեր արդեն մենք շատ լավ համագործակցում ենք նաեւ պետության հետ, նախարարությունների հետ, մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ բավականին մոտիկ աշխատում ենք։ Կարող եմ ասել, որ բազմաթիվ կազմակերպություններ վերազգային, որոնք որ ցանկանում են հասկանալ Հայաստանի ինչ է կատարվում Հայաստանում, արժի այստեղ R&D բացել թե չէ,
Մեզ էլ են մոտենում, ասում են դուք որպես հաջողության պատմություն կարող եք ցույց տալ այս նոր կազմակերպությանը, որ Հայաստանում հետազոտում է, ինչ կարելի է անել, կարող եք իրանց ձեր մոդելը ցույց տալ։ Եվ մենք դա սիրով անում ենք, որովհետև մենք այդտեղ մրցակցություն չենք տեսնում։ Մեր համար ինչքան ավելի շատ կազմակերպություններ կան, ինչքան ավելի շատ ներդրումներ անեն Հայաստանի գիտահեն ինժեներական եւ ինժեներական ոլորտներում, այնքան ավելի մեր համար է լավ, որովհետեւ հողը ավելի բարարդ կլինի եւ մեր պտուղներն էլ ավելի լավ կաճեն։ Եթե դու տաս երկու բան ավելացնեմ, երկու կարևոր բան ինձ թվում է PMI Science-ը նաեւ Հայաստանում փոխեց։ Առաջինը, քանի որ իրենց վաճառքի product-ը գիտությունը, չի ասենք ինչպես տեխնոլոգիական կազմակերպություններ, իրենք աշխարհում ավելի ազատ են խոսում Հայաստանի մասին։ Եվ աշխարհին ավելի ազատ են ներկայացնում եւ աշխարհին հրավիրում են Հայաստան գիտությամբ զբաղվելու։ Դե շատ տեխնոլոգիական կազմակերպություններ իրենց զուտ բիզնեսից ելնելով չեն կարող շատ ազատ խոսել, որ իրենց product-ն են գիտական արդյունքը։ PMI Science-ի դեպքում իրենց ուղղակի product-ը դա չլինելով, իրանք այդ էկոհամակարգը զարգացնելով ուղղակիորեն Հայաստանը բացում են աշխարհին որպես գիտական հնարավորությունների տեղ։ Դա մի բան է, որ դու ասես իմ մոտ լավ գիտություն կա, մի բան է, որ ասենք որոշակի վարկանիշով կազմակերպությունն ասի։ Եվ երկրորդը շատ մեծ բան փոխեցին Հայաստանում, ցույց տրվեց, որ գիտնականը, գիտական աշխատողը պետք չի, որ իր հիմնարկից, ինստիտուտից, ամբիոնից դուրս գա, անցնի աշխատանքի կազմակերպությունում, որպեսզի զարգանա գիտություն կամ ֆինանսավորվի։ Այսինքն իմ կարծիքով երևի բացառիկ առաջի մոդելներից է, որ ֆինանսավորվում են այն գիտական օջախները, որ երկուսի համար էլ շահառու է եւ այդ դպրոցը չի քանդվում։ Այսինքն այն ամենալավ գիտնականը չի հանվում, տարվում ինդուստրիա, եւ ինդուստրիայում այսինքն կազմակերպության ներսում, որ ինքը շատ արագ կթոռոմի։ Այսինքն թողնում են այն միջավայրում, որ ստեղծի ասպիրանտներ, ունենա մագիստրանտներ, ունենա գիտական միջավայր, ինձ մոտ երկուսն են ամենաավելացնում ցանկին կարևոր բաներից մեկն է, որ իրականում փոխվեց Հայաստանում։ Քանի որ կրթության մասին նաև խոսքը գնաց, այս ոլորտում արդեն բավական շատ բաներ են արվում Հայաստանում, ինձ հետաքրքիր է այս պահի դրությամբ ոնց է մեր մոտ կապը բուհի, գիտական ինստիտուտների ու տնտեսության միջև։ Վերջի մասը բավական վատ է, այսինքն կազմակերպությունների եւ տնտեսության միջև, որտեղ իրականում այդ խնդիրը բարդ խնդիր է եւ դեռ Հայաստանում լուծված չի։ Ինձ թվում է եւ նաեւ դա հիմնական պատճառներից մեկը, որ շատ գիտական տեղական արդյունքներ այսօրվա դրությամբ չեն ներդրում հենց Հայաստանի տնտեսության մեջ։ Այսինքն ինձ թվում է այդ խնդիրը լուծելու խնդիր կա, դա ուզում եք անվանենք կոմերցիալիզացիա, ուզում եք անվանենք տեխնոլոգիական տրանսֆեր, ոնց ուզում եք անվանենք, այդ մասը դեռ Հայաստանում այսինքն լուծված չի եւ հիմա բավական մեծ քայլեր են արվում այդ ուղղությամբ։ Գիտության եւ կրթության այսինքն կապը Հայաստանում ավան տարիների ընթացքում եղել է եւ ինձ թվում է դեռ մնում է, այսինքն կապը բավականաչափ լավ է, որովհետեւ հենց բուհերում գնանք Երևանի պետական համալսարան ուղղակիորեն խրախուսում է, որպեսզի կարողանանք, այսինքն ուսանողները թե դասախոսներ, հոդվածներ տպվեն, ուղղակի ֆինանսավորում է, դրամաշնորհներ է տալիս։ PMI եւ նման վերահսկային կազմակերպություններ ուղղակիորեն ասպիրանտներին, այսինքն ֆինանսավորում են, որ դուրս չգան անցնեն աշխատանքի, մնան զբաղվեն գիտությամբ, այսինքն այսօր ես կասեմ Հայաստանում միգուցե պետք չի ասել, որ ամեն ինչ լավ է, բավարարված ենք, շատ բան ունենք անելու, բայց գիտության եւ կրթության կապը հատկապես մեր ոլորտներում, մյուս ոլորտներում լավ տեղյակ չեմ, բավականաչափ լավ է, որովհետեւ բոլոր հենց համալսարանի, պետական համալսարանի կամ նման օջախների, որ ամբիոններում նայեք, կա գիտություն։ Եվ բոլոր կազմակերպությունները բացի գնալով, ասենք, ֆիզիկայի ինստիտուտ, գնում են ֆիզիկայի ամբիոն, այսինքն կամ գնում են մաթեմատիկայի ամբիոն, իսկ թվում է Հայաստանում այդ մասը կա։ Բնականաբար այստեղ հարցը գալիս է իրար հետ, եթե կարողանում եք համագործակցել, ապա մյուս քայլը որն է, եւ կարողանում ենք սա իրար հետ տանել տնտեսություն։ Այդ արդեն նոր մոդելի, նոր ներդրումների, նոր աշխատանքի մի մեծ ծավալ է։ Պարոն Մարտոյան, դուք մի քիչ պատմեցիք իհարկե արդեն PMI Science-ի նախագծերի մասին կրթության ոլորտում։ Ինձ հետաքրքիր է ոնց եք դուք գնահատում, թե ինչքանով են այդ նախագծերը էֆեկտիվ, եթե կարող ենք այսպես ասել, եւ ինչքանով են ներդրումները, նույն այդ մագիստրոսական ծրագրերի մեջ օրինակ, արդարացված։ Այստեղ այս հարցին պատասխանումից պետքա երկու բան տարբերակ է։
Մեկը ուղղակի օգուտը կամ էֆեկտիվությունը, որը կարող ենք նկատել, այսինքն կոնկրետ ինչ-որ կրթություն ֆինանսավորեցինք, այն մարդը գնաց, պաշտպանեց, վերջում արեց այս պրոյեկտը, այսինքն հենց ինքը, հենց այս մարդու կոնկրետ մարդու վերաբերյալ կոնկրետ մի հատ հետագիծ նայենք, տեսնենք քանի հոգու ենք ֆինանսավորել, քանի հոգի է ավարտվել, բայց իրականում շատ բաներ, որ էկոհամակարգում անում ենք, իրականում իրանք մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեն։ Իրանք մենակ մի անձի հարց չի, ինքը ավելի շատ կարող է ոչ ուղղակի տարիներ անց մեկ էլ հասկանանք, որ ինչ որ մի հատ խումբ է ձևավորվել, որը որ հետաքրքիր պրոդուկտ է։ Հետո փորենք, տեսնենք, այս խմբի հետ մենք ժամանակին աշխատել ենք։ Այսինքն ինքը մենք այտենց ենք մոտենում, այսինքն ես ճիշտ ասած այդ KPI-ը նույնիսկ չեմ էլ չափել ինքնուրույն, կարծում եմ չունենք էլ, չգիտեմ, եթե պարոն Ենգիբարյանը կարող ասել, եթե մենք չենք չափել, որովհետև դրա կարիքն է չենք տեսնում։ Ինքը կրթությունը մի բան է, որը որ դու պետքա չես կարող մարդուն բանտարկել զուտները համար, որ ինչ որ ֆինանսավորել, ինչ որ բան ես ֆինանսավորել, կամ չես կարող գիտնականին բանտարկել, ասել ես քեզ ֆինանսավորել եմ, մենակ քեզ ուղղությամբ պիտի անես, չէ, ինքը կրեատիվ դաշտ է, ինքը հետո փոխվում է, հետո ուրիշ մեկն է գալիս, հետո լսում են, որ Հայաստանում ինչ որ այդ ոլորտում մասնագետների խումբ ավելացե դրսից ռեպատներ են գալիս այդ ոլորտի, այսինքն մեկ էլ պրոֆեսոր է գալիս, որտեվ տեսնում է այս ուղղությամբ արդեն ինչ որ խումբ կա, որը որ ձևավորվել է, ինքը իր փորձը արդեն մարդ ունի, ում հետ կարա կիսվի, որտեղ միջև այդ Հայաստանում նայում էր իր ուղղությամբ մասնագետ չէր տեսնում։ Ինքը այսպիսի միջավայր է, որը որ երևի այդ արժեքը, այսինքն երբ որ մենք ասում ենք էկոհամակարգ, իրական էկոհամակարգը այս շատ հստակ դերերով եւ պատասխանատվություններով շատ ստրուկտուրավորված մոտեցում չի, հիերարխիկ, շատ լավ դիզայնարած։ Ինչքան էլ անես, մեկը չի ստացվել։ Այստեղ այդ հողի անալոգիան է, այսինքն ջրում ես պարարտացնում ես, վերջում ինչքան հայտնվեց քո ծառի մեջ, հոյակապա, ինչքան չհայտնվեց, մեկ է ուրիշի ջրածից է գալիս քո մոտ, մեկ է քո ջրածն է գնում ուրիշի մոտ։ Ըստ էկոհամակարգին նայելը ու դրա համար ենք, որ մենք խրախուսում ենք, որովհետև մենք եթե ուրիշ կազմակերպություններ կան, ովքեր որ նույն տեսակի գործողություններ են անում Հայաստանում։ Օրինակ մենք էլ մեր հաջողությունը կարողացել ենք կառուցել, որովհետև ժամանակին եղել է Synopsys, ժամանակին եղել է National Instruments, որտեղ ժամանակին եղել է, չգիտեմ, այլ կազմակերպություններ, ովքեր որ այս հողը պարարտացրել են, իրանց պարարտացած հողի վրա PMI Science-ը կարողացել է եկել ու բանա տեսել։ Մեր պարարտացրած հողի վրա ինչ որ ուրիշ կազմակերպություն կգա։ Հիմա Nvidia-ն կա, AMD-ն է, արդեն R&D ունի, կարող է ուրիշ ավելի մեծացնում են, կարող է ինչ որ նոր ուղղություն են բերում։ Հիմա կազմակերպություններն էլ, ես շատ կարևոր է ընդգծել, որ կորպորատիվ աշխարհում կազմակերպություններն էլ բոլորը իրանց վերաիմաստավորում են։ Այս AI-ի հեղափոխությունը, արհեստական բանականության հեղափոխությունը շատ փոթորիկներ է առաջացրել բոլոր կորպորացիաների, բոլորի ներքին process-ներում ու վերախմբավորումներում, այսինքն հիմա օրինակ մեր կազմակերպությունում է ամեն ինչը վերցնում են, վերաբաժանում են, ինչի, որովհետև այս նոր իրականության մեջ, երբ որ արհեստական բանականությունը կարողանում է ահագի բաներ ավելի էֆեկտիվ սարքել, մենք մրցակցում ենք մեր այլ մրցակիցների հետ դաշտում, որ տեսնենք ով է ավելի էֆեկտիվ կազմակերպություն կարողանում կառուցել։ Այդ էֆեկտիվ կազմակերպությունները կառուցելու ճանապարհին շատ նոր խմբեր կարող առաջանան։ Հիմա օրինակ այդ opportunity է Հայաստանի համար։ Եթե ինչ որ մի խումբ է պետք ինչ որ կազմակերպությունում ստեղծի, որ մինչև այդ չի եղել, այդ opportunity է Հայաստանի համար, կարող է Հայաստանում կարողանան այդ մարդիկ այդ խումբը բացեն։ Այս տեսակետից պետք է նայել, այսինքն մենք նույնիսկ այս կրթական ծրագրերը, որոնք որ միասին աշխատում ենք, կարծում եմ այդտենց հստակ KPI-ներով, եթե փորձենք շարժվել, չի աշխատի։ Որ լավ սովորեն։ Իսկ Սովորելը պետք է բան, սովորելու համար պետք է KPI-ներ, բայց բանը, արդեն նույն մոտեցումն է նաև ավելի գլոբալ ներդրումներին, չէ՞ որ PMI Science-ը մոտ $30 միլիոն արդեն Հայաստանում գիտության ոլորտի մեջ ներդրել է։ Ոչ մի կերպ չեն փորձում չափել, թե ինչքանով են այդ ներդրումները եկամտաբեր։ Իրականում արդեն 40 միլիոնից ավել ներդրումները տարբեր բաների մեջ են, այսինքն ներդրումը թե լաբորատորիաների սարքավորումները, ներդրումը թե կրթական ծրագրերը, ներդրումը թե
գիտական պրոյեկտները, որոնք որ ֆինանսավորվել են Հայաստանում, այսինքն այս ամբողջը այդ ներդրում envelope-ի մեջ է։ Հիմա ամեն մեկը ինքը իր ձևով չափվում է։ Այսինքն սարքավորումներ ունենք, այդ սարքավորումները ինչքան էֆեկտիվ են օգտագործում եւ Հայաստանի համայնքը ինչքանով է էֆեկտիվ է սարքավորումները օգտագործում։ Պրոյեկտներ արեք, պրոյեկտները հաջողակ էին, թե չէ, այդ պրոյեկտների վրա ծախսած գումարները միգուցե ամենալավ են չափվում, բայց էկոհամակարգի զարգացման վրա ծախսված գումարը այդ տեսակով չկարողանանք չափել։ Այսինքն իրանց բենեֆիտը դուրս է գալու հետո ապագայում արած պրոյեկտների հաջողություններից։ Այստեղ պետք է բավականին զգուշ լինենք, որ մենք էլ չընկնենք շատ պրագմատիկ ռեժիմի մեջ, որտեվ տենց բոլորս էլ այդպիսի բաներ մտքեր ընթացքում ունենում ենք, բռնեմ ամեն ինչ չափեմ, բռնեմ ամեն ինչ կոնտրոլի տակ պահեմ, բայց իրականում դա նաև վերահսկային մեր պես վերահսկային կազմակերպությունների հարցն է, որ ինչքանով պրագմատիկ կարող ես նայել այն ծրագրին, որը որ դու անում ես էկոհամակարգը զարգացնելու համար, որպեսզի հետագայում կարողանաս այդ էկոհամակարգը ավելի լավ օգտագործես քո պրոյեկտների մեջ։ Այս հարցը նուրբ հարց է, որը որ հստակ պատասխան կարծում եմ չունի։ Իսկ չափում են բնականաբար գնահատում են, բայց այնց ուղղակիորեն չի արվում։ Իրականում արդյունքը ներդրման նայում են կազմակերպությունը ինչքան արժեք ստեղծեց։ Երկու օրինակ բերեմ, որով ակնհայտ է, որ գնահատում են։ Առաջինը PMI Science-ի EIF-ը կազմակերպության համար առաջին անգամ մոդել մշակեցին ինովացիաները հանել կազմակերպություններից դուրս։ Առաջին մոդելը Հայաստանում ա եղել, իրար հետ ենք մշակել երկու կազմակերպություն, ինչպես կարող է նորարարությունը ոչ թե լինի կազմակերպության ներսում, այլ դրսում։ Դե խնդիրը շատ པարզ էր։ Պարզվում է նորարարության մեծ մասը դրսում է, ոչ թե քո կազմակերպությունում։ Եվ հակառակը կազմակերպությունը գնալով սովորում է ոնց որ ասած այդ միջավայրին ու սկսում է նաև ստեղծագործ չլինել։ Այդ մոդելը ոչ միայն Հայաստանում աշխատեց, այս մեր համագործակցությունը շարունակվում է, արդեն 7 երկրում մոդելը տարան Սերբիայում, Իտալիայում, այսինքն Շվեյցարիայում, հենց այսինքն կազմակերպությունը տարավ, ասես կարող ենք այս մոդելները այսինքն կիրառել։ Կամ երկրորդ հարցը կազմակերպությունը տեսավ Հայաստանում հետաքրքիր ասպիրանտներ արհեստական բանականության կամ եւ այլն ուղղություններով, ասեց կարող է կազմակերպության մեջ ասեն նման խումբ սարքեն։ Այսինքն դրանք են գնահատման ուղիղ ցուցանիշներն են, կամ մի այլ կարևոր գնահատում կազմակերպությունը չեկավ Հայաստանում բացելու R&D կենտրոն, կազմակերպությունը եկավ Հայաստանում աշխատելու։ 2-3 տարի հետո աշխատանքի ներդրումների արդյունքում, երբ որ ֆինանսավորում էին կազմակերպությունների կամ ասպիրանտների կամ այսինքն գիտական կենտրոնների, ասեց, բայց ինչի՞ ստեղ հետազոտական կենտրոն չունեմ։ Եթե չեմ սխալվում, աշխարհում 2-3 հատ ունեք ընդամենը, որոնցից ամենակարևորներից մեկը Հայաստանն է։ Բարյան մի քանի ամիս առաջ Research and Development կենտրոնը PMI Science-ի դարավ ինժեներական քաղաքի միջազգային ռեզիդենտ է։ Ինձ հետաքրքիր է դա ոնց ազդեց իրավիճակի միջավայրի վրա ինժեներական քաղաքում։ Արդյոք դա ինչ-որ կերպ խթանում է մյուսներին, թե գուցե ինչ-որ ռիսկ կա, որ նման մեծ կազմակերպությունը կարող է, այսպես ասած, վերմակը իր վրա քաշել։ Առաջինը ասեմ, որ դա մեր մեծ երազանքներից մեկն էր, որ երկար տարիներ Գուրգենի եւ մյուս թիմակիցներից աշխատում ենք, որ PMI Science-ը ինժեներական քաղաքում։ Որտեղ ինժեներական քաղաքը ոչ միայն իր գեղեցիկ տեսքով, իր դիրքով, իր համբավով է, այսինքն ինժեներական քաղաքը մի նորարարություն է բերում Հայաստան, մի միջավայր է, որտեղ տեխնոլոգիաները, գիտությունը եւ կրթությունը օրինակ մոդելը ինչպես կարող են համատեղ ստեղծել արժեք, եւ եթե չեմ սխալվում, այն քիչ ակսելերացիոն միջավայրերից է, որտեղ գիտությանը հատուկ տեղ է տրվում եւ գիտությունը կարևոր շարժիչ ուժերից մեկն է, այսինքն ընդհանուր միջավայրի համար։ Եվ ունենալով առաջատար հետազոտությունների կենտրոն, հենց Synopsys-ի National Instruments-ի, գիտեք, հենց National Instruments-ը արդեն ինժեներական քաղաքում է մեծ կազմակերպություն, այսինքն ունենալ PMI Science-ի, այսինքն գիտական թևը ինժեներական քաղաքում, ինձ թվում է առաջին հերթին ինժեներական քաղաքի համար շատ մեծ ձեռքբերում է։ Երկրորդը կարծում եմ նոր էջ է, նոր հորիզոններ է PMI Science-ի Հայաստանում զարգանալու համար։ Որտեղ ուղղակի մի մասը չի գալիս ինժեներական քաղաք։ Ինժեներական քաղաքում ստեղծվում է մի նոր ծրագիր, ուղղություն կամ այսինքն մի նոր զարգացում կազմակերպության համար, որը ուղղակիորեն կխթանի ոչ միայն ճարտարագիտության զարգացմանը, այլ նաև գիտության զարգացմանը Հայաստանում։ Պայմանականորեն դա կոչում ենք առաջատար հետազոտությունների կենտրոնում պրոտոտիպերի մշակման, այսինքն կենտրոն,
որտեղ հնարավորություն կտանք ինժեներներին կամ ուսանողներին կամ գիտնականներին ցանկացած գիտական խնդիր նաև կարողանան դարձնել առարկայական, այսինքն նյութական, այսինքն տեսնան այդ ամեն ինչին։ Առաջի կազմակերպությունն է, որը այսինքն մուտք գործեց ինժեներական քաղաք եւ կարծում եմ սա մեծ համագործակցություն է։ Իսկ մեծ կազմակերպությունների մուտքը նման միջավայրեր ընդհանրապես անհրաժեշտություն է, որովհետեւ իրենք ոչ միայն գալիս են լաբորատորիաներով, բերում են մեծ արժեք, որ հնարավորություն են ստեղծում իրենց շրջակայքում ստեղծել, այսինքն փոքրերը, ստեղծել կրթություն, ստեղծել գիտություն։ Կոնկրետ ինչ աշխատանքներ է PMI Science-ի R&D կենտրոնը ինժեներական քաղաքում այսօր իրականացնում, որոնք են ամենահետաքրքիր նախագծերը։ Ասեմ, այն ուղղությունը, որը որ հիմա զարգացնում ենք ու ավելի մեծացնում ենք Հայաստանում, ու դրա համար ինժեներական քաղաքի լաբորատորիաների նախագիծն ենք անում եւ առաջատար հետազոտական կենտրոնում նաեւ աջակցում ենք որոշակի սարքային հնարավորություններով։ Այդ ուղղությունը հետեւյալն է։ Մեզ պետք է պլատֆորմ, որտեղ որ կարողանանք բերել ենք ամբողջ աշխարհից ամենավերջին տեխնոլոգիաներ կարող է լինեն էլեկտրոնիկայի ոլորտում, օրինակ տվիչներ, ինչ որ օրինակ, չգիտեմ, մարդու մարմնից որոշակի բիոմարկերներ գրանցող առաջատար տվիչներ, որոնք որ, չգիտեմ, նոր ինչ որ համալսարաններում համաշխարհային ինչ որ հետազոտական փուլ ունեն, մեր միսիան այդ տեխնոլոգիաները բերել եւ դրանց համար կիրառության ոլորտներ որոնել PMI Science-ի համար։ Եվ ինժեներական քաղաքի լաբորատորիաները հենց այդ ուղղությամբ են կենտրոնանալու։ Առաջադեմ նյութեր, առաջադեմ էլեկտրոնիկա, առաջադեմ տվիչների տեխնոլոգիաներ, առաջադեմ նույնիսկ ալգորիթմներ, այսինքն բերել, կապել եւ ցուցադրել, ստեղծել ինչ-որ նմուշներ, որոնք որ ապացուցում են, որ նմանատիպ առաջադեմ տեխնոլոգիաները, որոնք որ նոր աշխարհում սկսում են բուսնել, իրանք արդեն կարելի է ձևավորել որոշակի պրոդուկտի կամ պրոդուկտի ինչ-որ կոմպոնենտի տեսքով։ Հա, եւ դրա համար, որպեսզի այդ հնարավորություն ունենանք անելու, մեզ պետք են առաջինը շատ տարբեր ոլորտի մասնագետներ։ Բնականաբար PMI Science ունի որոշակի, այսինքն մենք 60 հոգի ենք ընդհանուր առմամբ, բայց ունենալ բոլոր տեսակի մասնագիտությունները ներքին, երբ որ դու չգիտես իրականում ինչ մասնագիտական ոլորտում է քո հաջորդ նորարարությունը լինելու, որտեղ երկարատև հորիզոնում ես մտածում, չես կարող։ Պիտի արտաքին պարտներների հետ աշխատես եւ ինժեներական քաղաքը այդ առումով իդեալական տեղ է, որտեղ որ բազմաթիվ դիսցիպլինաների եւ փորձերի ինժեներներ կան։ Երկրորդը պետքա միջավայր, որտեղ որ իդեան կարելի է կոնվերտանել ինչ որ մի հատ ֆիզիկական նմուշի, որտեղ որ արդեն այդ պրոտոտիպների ստեղծման այդ լաբորատորիայի կոնցեպտն է ու պետք է անել դա արագ։ Ինչի, որովհետև տեխնոլոգիաները շատ են։ Մենք շաբաթ կա, չգիտեմ, մի 30-40 հատ տեխնոլոգիայի մասին ենք լսում, ֆիլտրում ենք, բերում ենք, ուզում ենք հասկանանք, դրանք պետքա բերենք Հայաստան ու պետքա փորձենք, եղավ, չեղավ, դրեցինք մի կողմ, եղավ, բայց լավ չաշխատեց, սպասում ենք այս տեխնոլոգիայի հաջորդ վերսիային դրեցինք, բայց այդ ընթացքում լիքը գիտելիք է առաջանում։ Ու այդ գիտելիքը ոչ միայն մեր մոտ է առաջանում, այդ գիտելիքը առաջանում է այն ինժեներների մոտ, ովքեր որ դրա վրա աշխատում են։ Այսինքն այս առումով մենք փորձում ենք այդ ինժեներական քաղաքի մեր պլատֆորմը դարձնենք մի տեղ, որտեղ որ հայ ինժեներները, ովքեր որ ինժեներական քաղաքում են աշխատում, իրանք access ունեն աշխարհի ամենաառաջադեմ էլեկտրոնիկայի, ամենաառաջադեմ նյութերի եւ այլն, որ այդ գիտելիքը հետո կարող է ինչ որ ձևով բուսնի, կարող է ինչ որ մի կազմակերպություն վերջում մի ստարտափ է ստեղծում, որը որ այդ տեխնոլոգիան օգտագործում է ընդհանրապես արևային էներգետիկայի համար։ Մենք չգիտենք ինչ է լինելու, բայց մեր դերը այդ ֆասիլիտացիան անելն է եւ ինչ որ կարող ենք PMI Science-ում օգտագործենք, ինչ որ չէ, տեսնենք կարող է ինչ որ ուրիշ ձևով բուսնում է, ուրիշ մի ծառա դառնում։ Պարոն Եղիբարյան, պարոն Մարտիրյան, ոնց եք կարծում, ոնց եք տեսնում EIF-ի եւ PMI Science-ի համագործակցությունը մոտակա տարիների ընթացքում։ Առաջինը, քանի որ EIF-ը բավական մեծ դեր ուներ PMI Science-ի, այսինքն Հայաստանում եւ մուտք գործելու եւ ձևավորվելու, այսինքն գիտական կոմպոնենտի, եւ նաեւ շատ ուրախ ենք, որ PMI Science-ը նաեւ EIF-ի նաեւ որպես շատ վստահելի, այսինքն գործընկեր, ոչ միայն Հայաստանում աշխատելու, այլ նաեւ դրսում աշխատելու,
Այսինքն ստեղծվել է մի միջավայր երկու կազմակերպությունների միջև, որտեղ նաև կարող ենք իրար հետ մտածել, ինչի՞ չէ նաև երազել, այսինքն որոնք են լինելու հաջորդ քայլերը, թե Հայաստանում, թե աշխարհում։ Ես տեսնում եմ առաջին հերթին հնարավորությունը երկու ուղղությամբ, դա մեր Սփյուռքի ներգրավումն է այս process-ներում, որովհետև PMI Science Հայաստանում չի փոքր հայկական խնդիրներ լուծելու համար, եւ IAF-ն չի համագործակցում PMI Science-ի հետ։ Այսինքն խնդիրը, ինչպես Գուրգենը ասաց, համաշխարհային տեխնոլոգիաների, դրանց կիրառության, ասած այդ մեծ հացը, որ բերվում է, պատկերացրեք ինչքան փշուր է մնում եւ այդ փշուրները ինչքան կարող են, այսինքն ինչքան փոքր եւ միջին կազմակերպությունները կարող են։ Այսինքն արդյոք կարող է այդ ամբողջ process-ում հայկական Սփյուռքը ունենալ կարևոր դերակատարություն, որը երկու կարևոր խնդիր ունի։ Առաջինը Սփյուռքի մի մեծ զանգված, որին մենք տեղյակ չենք, NASA-ում եւ այլ տես տեղերում, այսինքն հայեր են աշխատում շատ բարձրաստիճան, շատ կարևոր տեղերում, որ մենք ուղղակի կարող անունը գիտենք, բայց ուղղակի տեղյակ չենք, նշանակում է չենք աշխատում։ Երկրորդը, այդ ամբողջի մուտքը գործելը ոչ միայն կազմակերպության համար է կարևոր այդ գիտական միտքը բերել, այսինքն Հայաստանը դարձնել հանդիպումների տեղ, այլ նաև մեզ համար է կարևոր, որտեղ մենք կարողանում ենք նաև մի նոր աշխարհներ բացել մեզ համար։ Մենք ոչ միայն ծանոթանում ենք տեխնոլոգիայի հետ, ծանոթանում ենք այդ համալսարանի հետ, ծանոթանում ենք այդ կենտրոնի հետ։ Երկրորդ կարևոր ուղղությունը, որ կարծում եմ շատ կարևոր է զարգացնելու համար, դա արդյոք կարողանանք գիտական ամբողջ խնդիրների շուրջ ձևավորել հայկական նորաստեղծ կազմակերպությունների, գիտությամբ զբաղվող կազմակերպությունների էկոհամակարգ, հենց ինժեներական քաղաքում, որտեղ հենց այդ խնդիրները որ գան, այդ խնդիրների մեծ մասը, այսինքն մնալու է քաղաքում։ Արդյոք կարող են ծնվել փոքր այլ կազմակերպություններ, որոնք կարողանան հենց այդ միջավայրում ուղղակիորեն աշխատել PMI-ի հետ եւ ստեղծել նոր արժեք Հայաստանում։ Գրեթե ավելացնելու բան չունեմ, այսինքն հենց մեր ամբողջ նպատակն էլ հենց դա է, այսինքն Հայաստանը կապել աշխարհի առաջադեմ հետազոտությունների հետ, առաջադեմ հետազոտության արդյունքները բերել Հայաստան, դրա արդյունքում նպաստելով թե Հայաստանն է գիտական ոլորտի զարգացմանը, թե նպաստելով, որպեսզի նոր կազմակերպությունների հայտ կան, ովքեր որ այդ առաջադեմ տեխնոլոգիաների համար ինչ որ կիրառություններ են գտնում որևիցե ոլորտում, բայց որ այդ բանը, այդ դինամիկան շարունակվի ու մեծանա ու հիմնվի շատ գիտահեն պրոդուկտների եւ ծառայությունների ստեղծման վրա, որտեղ այդ շատ կարեւոր է, ինքը պետք մենք հեշտ բաները գիտենք անել, արագ բաները գիտենք անել, պետքա իրականում բոլորս invest անենք առաջադեմ ու բարդ խնդիրներ լուծելու մեջ, որովհետև Հայաստանի competitive advantage մրցակցային առավելությունը ինձ թվում է այդտեղ շատ ավելի ուժեղ է դնել նոր խնդիրների ստեղծման, նոր խնդիրների ձևակերպման եւ այս խնդիրները լուծելու վրա։ Շատ հետաքրքիր ու կարևոր զրույց էր, շնորհակալություն այսօր մեզ մոտ հյուրգալու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։